Ինձ համար մեծ պատիվ է զինվորական լինել։ Զինված ուժերում սկսել եմ ծառայել 2021 թվականից։ Ավագ լեյտենանտ Մխիթարյանն այժմ դասակի հրամանատար է։ Իր ենթակայության տակ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներն են։ Ասում է, կուրսանտ հրամանատար փոխհարաբերության կայացման գործում կարևոր է փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Շատ ընկերական եմ նրանց հետ, որպեսզի թույլ տամ անկեղծանան, շփվեն, իրենց հարցերը ուղղեն։ Իրենք այսօր կուրսանտ լինելով ուսանում են, որպեսզի հետագային կարողանան զորքերում իրենց գիտելիքը, իրենց փորձը փոխանցել։ Գրագետ եւ հմուտ սպա լինելու համար առաջնային եւ թերևս ամենակարևոր պայմանը լավ կրթությունն ու աշխատասիրությունն է։ Գիտելիքը ուժ է, ուսումնառությունը կարևոր է մեր հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում եւ ուսումնառությունն է, որ մեր բանակաշինության այն կարևորագույն մեխն է, որի վրա պիտի անընդհատ զարկենք։ Մեծ պատասխանատվություն է դրված դասակի հրամանատարի ուսերին, անկեղծանում է ավագ լեյտենանտը եւ ավելացնում. Պետք է հոգ տանել անձնակազմին, առաջին հերթին պատրաստական լինել նրանց եղբայրաբար կամ հայրաբար վերաբերվելու, հոգ տանելու ամեն հարցում։ Ամենօրյա շփումների եւ զրույցների ընթացքում էլ կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսին կլինեն մեր ապագա սպաները եւ ինչ հատկանիշներ են հարկավոր օրինակելի զինծառայող դառնալու համար։ Բանակը դա հասարակության հայելին է։ Մենք ինքներս հենց հասարակությունից եկած եւ ինտեգրված ենք այս ոլորտում զինվորական ասպարեզում։ Եվ եթե մենք չլինենք այդ կարգապահը, ամբից ու ամբասիր ծառայողները, ապա մյուսներից չենք կարող պահանջել կարգապահություն։ Կարգապահությամբ, նվիրվածությամբ եւ ամենօրյա աշխատանքով է ավագ լեյտենանտ Մարտին Մխիթարյանը փորձում օրինակ ծառայել իր ենթակա անձնակազմին եւ դրա համար ոչինչ չի խնայում։ Մենք զինծառայողներս ջանք չենք խնայում լինելու կուրսանտի զինվորի կողքին, ամեն ինչ անելու, որպեսզի նրանք չունենան այն հոգատարության կարիքը, չունենան որևէ դժվարություն ուսումնառության շրջանում եւ ինչու՞ չէ նաեւ այդ օրինակը ծառայելով իրեն կարողանան փոխանցել հետագա սերունդներին։ Զարուհի Ռշտունի, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։